Հարևես շնորհակալություն, որ բոլորդ եկել եք։ Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել Եղեռնիկ հուշարձանի վերանորոգման հետ կապված։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես մեկ ճարտարապետ, որը չունի համապատասխան մասնագիտական փորձը, նույնիսկ գլխավոր ճարտարապետ, ինչ նշանակում է նախագծի գլխավոր ճարտարապետ, դարձել է ընդամենը մի քանի օր առաջ, նախագծում է և վերանորոգում է Եղեռնիկ հուշարձանը։ Ես ակնկալում էի, որ Եղեռնիկ հուշարձանի վերանորոգման աշխատանքների շուրջ կձևավորվի մի մեծ մասնագիտական խումբ փորձագետների, սակայն աշխատում է ընդամենը մեկ անձ, Սաշուր Քավաշյանը, նույնիսկ դուրս եկավ աշխատանքային խմբից մի քանի օր առաջ։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպիսի վիճակ է այսօր տիրում Եղեռնիկ հուշարձանում և ինչի այսքան շուտ հրատապ հրավիրեցի բոլորին, որպեսզի ներկայացնեմ ինչ է տեղի ունենում Եղեռնիկ հուշարձանի շուրջը։ Սա դուք կարող եք մի քանի Սա ներսից է, 12 աստիճանից քանդված են 4-ը, արդեն իսպար բացակայում են, չկան այդ աստիճանները։ Եվ այս ֆոտոն ցույց է տալիս ինչպիսին էր վիճակը սեպտեմբերի սկզբին, սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք որ պարզապես չէին կարողանում պոկեին պատերից, հիմա սկսած այնքան հզոր են այդ քարերը, հաջորդ ֆոտոն ցույց կտա ձեզ, այս քարերն են, այնքան մեծածավալ են, որ ինչ-որ հնարավոր է եղել պոկեին, մնացածը մնացել են երկաթ բետոնի մեջ, ամրագրված, ու փորձում են հարձեցնել, որ դրա վրայից, այդ քարերի վրայից, անել նոր աբրիցով կա, դուք պատկերացնում եք, սա ցույց է տալիս դեպի ներքև տանող աստիճանների իրավիճակը, հիմա ներկայիս վիճակն է, սա ներքևից ինչպիսի տեսք ունեն մեր աստիճանները, և այդ ամենը անձրևների նախօրեին, հեսա սկսվելու են անձրևները, որևէ աշխատանք տարված չի։ Ես կարճ ներկայացնեմ Եղեռնիկ հուշարձանը պատմամշակութային արժեք ունեցող և ճանաչվել է պետության կողմից, որպես պատմամշակութային արժեք հայ ժողովրդի։ Ժամանակին հայրս շատ մեծ կարևորություն է դրել Եղեռնիկ հուշարձանի հենց այս թեկնիկների մեծ քարերով ձևավորման մեջ, ես չեմ մանրամասնի, թե ինչպիսի շինարարական տեխնոլոգիաներ են օգտագործված, բայց դրանք անբաժանելի մասն են Եղեռնիկ հուշարձանի ողջ ծավալատարածական լուծման։ Եթե դա ձեզ հետաքրքրի, զեկույցը կա, զեկույցում մանրամասը ներկայացված է, թե ինչպես է իրականացված այդ շինարարական աշխատանքները։ Ինձ համար շատ կարևոր է, որ Եղեռնիկ հուշարձանի կարելի է հաջորդ էջը, դուք տեսնում եք այս կտրվածքի մեջ մեծածավալ քարերը, որոնք որ իմաստավորված են եղել, ամեն մի քար հայրս դիտարկել է որպես հայ ժողովրդի ծանրացած և մեծածավալ այդ վիշտը, որ մենք ամեն մեկս կրում ենք, արտացոլվում էին այդ մեծ քարերի շնորհիվ և այս քարերը, որոնք որ կտրվածքների մեջ երևում են, այս քարերը այսօր պոկել երկաթ բետոնի միջուկից գրեթե անհնար է։ Արթուր Թարխանյանը շատ մեծ նշանակություն էր տալիս ողջ Եղեռնիկ հուշարձանին, ամեն օր հեղինակային հսկողություն էր իրականացնում և այս ֆոտոն ինձ համար շատ նշանակալի է, քանի որ իր վերջի աշխատանքային օրով բարձրացավ Եղեռնիկ հուշարձանը և նայեց, թե ինչպիսի վիճակում է այսօր։
Ցավը այն չի, թե մենք ինչ ենք տեսնում այսօր կապված Եղեռնի հուշարձանի հետ, ցավը այն է եւ իմ մտահոգությունը այն է, որ պատրաստվում են մոտավորապես Արփասեվան թունելի պես պատկերացնում եք մի հատ խրամատ շուրջը Եղեռնի հուշարձանի փորեն, դա 4 մետր խորությամբ, այսա ուղիղ 4 մետր է ստեղի բարձրությունը, դուք կարող եք պատկերացնել, եւ 3 մետր լայնությամբ մի հատ խրամատ են փորում դրա շուրջը, եւ դա հաջորդ էտապն է, երբ որ սեպտեմբերի սկզբին ասում էի, որ պիտի մույթերի քարերը փոկվեն, պետք է աստիճանները փոկվեն, ոնց որ թե չէին ուզում ընկալեին, թե արհավիրքը ինչքան ծավալում է, հաջորդ էտապը, եւ ես զգուշացնում եմ ժողովրդին, հաջորդ էտապը այդ հսկա խրամատի փորումն է։ Եղեռնի հուշարձանը պատմամշակութային հուշարձան է եւ իր շուրջը անփորձառու բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքը այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ, որտեղ թե կառավարությունը, թե ղեկավարությունը, ղեկավար անձիկ եւ պատասխանատու անձիկ, թե մենք ճարտարապետներս կանգնած ենք մի խնդրի առջև, որի հետևում մեկ հոգի փորձություն չունեցող երիտասարդ անձնավորություն, որի հետևում ստորագրվում է հայ նախագիծ ձեռնարկության տնօրենի կողմից, վերջ։ Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է այդպիսի մի իրավիճակ ստեղծել ամբողջ հանրության կողմից։ Ես կփորձեմ Արտավազ Թարխանյանին ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի օրենքներ եւ ինչպիսի իրավախախտումներ են տեղի ունեցել, ինչը արված չի նախագծում եւ ինչը պիտի արվեր, որպեսզի ինքը շատ մասնագիտացված եւ մեծ փորձ ունի ճարտարապետական օրենսդրական դաշտում եւ խնդրեմ պարոն Թարխանյան։ Նախ առաջ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ